Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Աստծու սերը արձագանք է ենթադրում։ Այս ուղերձով մենք ավարտում ենք Աստծու սիրո խորհրդանիշը անվանումը կրող ուղերձների շարքը։ Հուսով եմ, որ Աստծու սիրո մասին ուղերձների այս շարքը օրհնություն էր քեզ համար և կմղի քեզ այդ անըմբռնելի և անսահման մեծ սիրուն համապատասխան արձագանքի։ Սիրելի՛ բարեկամ, այո՛, Աստծու սերն արձագանք է ենթադրում։ Աստված համապատասխան արձագանք է ակնկալում բոլոր այն մարդկանցից, որոնք այս կամ այն կերպ զգացել կամ ճաշակել են Իր սերը։ «Մի սիրեք աշխարհը և ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։ Եթե մեկը աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ։ Որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկությունը և այս աշխարհի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։ Աստծու սերը և աշխարհի սերը անհամատեղելի են։ Աստված ակնկալում է, որ Իր սերն ընդունած մարդիկ կդադարեն աշխարհի մեղավոր հաճույքների հանդեպ սեր տածելուց։ Հիսուսը նրան պատասխանեց. «Առաջին և ամենակարևոր պատվիրանը սա է. «Լսի՛ր, Իսրայել, մեր Տերը Աստված միակ Տերն է։ Եվ սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ»։ Սա է առաջին պատվիրանը։ Իսկ երկրորդը սրա նման է. «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես»։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա»։ Երբ մենք մերժում ենք աշխարհի սերն ու եսակենտրոնության կյանքը, մենք ընդունում ենք մեր սրտերում Տեր Աստծու փոխակերպող ներգործությունը։ Հենց այդ սիրո շնորհիվ է, որ մենք ունակ ենք դառնում մարդկանց սիրելու մեր անձի պես։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստծու սերը արձագանք է ենթադրում։ Աստված ակնկալում է, որ մենք կճանաչենք Իրեն և մեր ամբողջ էությամբ Նրան կդարձնենք մեր կյանքի կենտրոնն ու առանցքը։ «Ով ունեմ երկնքում, երկրի վրա էլ քեզնից բացի ուրիշ բան չեմ ուզում»։ Աստված ակնկալում է, որ մենք կսկսենք ապրել սրբության կյանքով։ «Բոլորի հետ հետամուտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի»։ Աստված ակնկալում է, որ մենք կդառնանք Իր աշակերտները և կշարունակենք այս երկրի վրա Տեր Հիսուսի առաքելությունը։ «Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։